Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, այսօր ես խոսելու եմ ռունաներից, թաքնագրերից, որը դա արարչական լեզուն է։ Բավականին շատ հետաքրքիր է, երբ որ մեր կյանքում թե թվանշաններով, թե արարչական այս գործիքով, ինչպես տեսնում եք, սա ռուն է, մեզ հետ խոսում են վերին ուժերը, որին զգուշացնելով, որին ցույց տալով ճիշտ ճանապարհ եւ մարդկանց կյանքում կարող են լինել տարբեր տեսակի իրադարձությունների համար, հա։ Սա արարչական լեզու է, որի հետ կապ ունի նաև Օդինը, ով ստեղծել է այս ռունաները իրեն զոհ տալով Իգդրասիլ ծառին, հասկանալով այս լեզուն եւ հարցային է, որ ամեն մարդու ձեռքի ափի մեջ կարող է լինել տարբեր տեսակի հենց այդ լեզուները։ Իմ ձեռքի մեջ օրինակ այգիզն է, բավականին մեծ, ես ձեզ ցույց տվեցի, իսկ մարդիկ կան տարբեր է լինում, ինչպես ձախ ձեռքում, այնպես աջ ձեռքում։ Եթե ցանկություն ունեք, հա, սովորել արարչական լեզուն, ռունագրերը, ուրեմն ես կառաջարկեմ ձեզ սովորել ինձ մոտ, որովհետև ես տիրապետում եմ 28 տարի արդեն ռունագրերին։ Ռունագրերը ոչ մի բանով չեն վնասում, եթե դուք հատուկ այն այլ նպատակով չեք օգտագործում։ Կարող եմ հրավիրել ինձ մոտ իմ բազային կուրսերում սովորելու ռունագրերի, թաքնագրերի իմաստությունը, ինչ է նշանակում ամեն մի ռունագիրը, արարչական լեզուն եւ այնինչ են ներկայացնում իրենից։ Կարող եք դասընթացների համար դիմել ինձ իմ WhatsApp եւ Telegram կանալներին, թողնելով ձայնային հաղորդագրություն, որ ռունագրերի դասընթացների համար եմ ես դիմել ձեզ։ Ընդհանրապես արարչական լեզուն ինքը բավականին շատ հետաքրքիր է եւ երբ դուք